Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրյանուշ Պապյանն եմ, այս պահին զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ։ Տիկին Բաթոյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Եվ այսպես Տիկին Բաթոյան այսօր առավոտյան վարչապետը ներկայացրեց մինչև հունվարի 29-ի դրությամբ ուրեմն ցուցանիշներ 65 պլյուս տարիքի 50,073 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ արդեն ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով, այսպես առանձին եւ ուրեմն կոնկրետ նշեց որ խմբերն են դրանք, ով որ չափով կամ գումարային առումով որքան գումար է տրամադրվել, այսպես թանկ 1000-ից ավել, փաստորեն 500,000-ից մինչև 1 միլիոն արժողությամբ փաստորեն 1000-ից ավել քաղաքացիներ արդեն տարբեր բժշկական ծառայություններից են կարողացել օգտվել։ Այսօր էլ նախարարներ խորհրդարանում ներկայացնում էր այս պահի դրությամբ ուրեմն որոշակի տեղի ունեցած այսպես փոփոխությունները, ինչ է պարզ դարձել այս 29 օրերի ընթացքում ձեր գնահատմամբ, որքանով իսկապես առողջապահական ուրեմն պարտադիր ապահովագրությունը տվել է իր առաջին պտուղները ձեր գնահատմամբ, թե դեռ վաղ է խոսել ուրեմն դրական արդյունքների մասին, մանավանդ որ գիտենք ներդրված այս փուլային տարբերակը ունի որոշակի նաև խնդիրներ, համեցեք։ Շնորհակալ եմ, իսկապես շատ կարևոր ռեֆորմ է եւ կարևոր փոփոխություն, որը բնականաբար պետք է մեծ թվով քաղաքացիների վրա ազդի, իրականում բոլոր քաղաքացիների, պարզապես այս պահին շուրջ 1.5 միլիոնից ավելի քաղաքացի է շահառու։ Խմբերը արդեն գիտեք, հիմնականում մինչև 18 տարեկան երեխաներն են, 65 պլյուս քաղաքացիները, 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները, հաշմանդամության խումբ ունեցողները, ընտանեկան նպաստում ընդգրկվածները եւ այլն, այսինքն սա այն խումբն է, որը առաջնահերթության կարգով ընդգրկված է համակարգում եւ որի համար պետությունը, կառավարությունն է վճարում, այսինքն պետական հոգացությամբ է իրականացվում ապահովագրության կողմից մատուցվող ծառայությունները։ Նախարարը իհարկե առաջին հերթին անդրադարձավ արդյունքներին, որովհետև քանի որ դեռ 1 ամիս է ինչ քաղաքացիները շահառու են դարձել եւ գործարկվել է համակարգը, մենք խոսեցինք արդյունքներից նախ, ես ասեմ, որ ինչպես նախարարը նշեց, ամենադժվար փուլը, այսպես ասած, արդեն անցել է, որովհետև դա մեկնարկն էր։ Արդեն թիվն է հրապարակված, թե քանի քաղաքացի է ընդգրկվել համակարգում եւ հետեւաբար մենք ունենք եւ մինչեւ 50,000 դրամ արժողությամբ ծառայություններ ստացող քաղաքացիներ եւ 4 միլիոն դրամ արժողությամբ ծառայություն ստացած արդեն 53-57 քաղաքացի։ Սա խոսում է այն մասին, որ համակարգը իսկապես սպասված էր եւ մարդիկ դրա կարիքը ունեն։ Ես ասեմ, որ պարբերաբար իհարկե տարբեր հարցեր են հնչում եւ այդ հարցերին մենք նաեւ այսօր նույնիսկ ուղիղ եթերում անդրադարձանք, որովհետեւ падգամավորներին տված հարցերը նաեւ հնչեցնում էինք ու նախարարները շատ ակտիվ դրան արձագանքում են։ Արդյունքները բավականին հուսադրող են, շատ լուրջ խնդիրներ դեռևս չկան։ Բոլոր այն հարցադրումները, որոնք հնչել են, դրանք ուղղված են համակարգը բարելավելուն։ Մի բան ակնհայտ է, որ նման մեծ բարեփոխում Հայաստանի Հանրապետությունում եւ իհարկե հատկապես առողջապահության եւ սոցիալական ոլորտում դեռևս չի եղել եւ որը պիտի անդրադառնա մարդկանց կյանքի, առողջության, նաեւ աղքատության կրճատման, սոցիալական իրավիճակի բարելավման վրա, հետեւաբար առաջին արդյունքների մասին շատ երկար կարելի է խոսել, բայց մենք այսօր նաեւ հավաքվել էինք
այս պահին առաջացած խնդիրները բարձրաձայնելու համար։ Ոլորտում կամ հենց այս ներդրված համակարգում ամենաառաջնային լուծման ինչպիսի խնդիրներ եք գույքագրել Տիկին Բաթոյան, որը պետք է այսպես անհապաղ ուրեմն լուծում ստանա, որոնք են այսպես խոցելի կետերը եւ որոնց ուղղությամբ եք հիմա աշխատում։ Ես կարծում եմ, որ ամենաառաջնայինը այս պահին համակարգի մասին իրազեկումն է։ Եվ հետ սա է նաև պատճառը, որ մենք թե падգամավորներս, թե կառավարության անդամները եւ նաև թե լրագրողները, ինչին ես շատ այսպես դրական բանով հետևում եմ, ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքացիները հնարավորինս արագ եւ հնարավորինս շատ տեղեկություն ստանան համակարգի մասին, որովհետեւ ինչպես արդեն գիտենք, համակարգը շատ շատերին է վերաբերում եւ տարբեր խմբեր է ներառում։ Այդ խմբերը բնականաբար ունեն իրենց առանձնահատկությունը եւ ծրագրերի մասին իրազեկվելու եւ անհրաժեշտ ծառայություններից օգտվելու։ Տարեցների մասով կրկին մենք ունենք եւ իրազեկման խնդիր եւ արմետ համակարգը ներբեռնելու, թեև այսօր նախարարը նշեց, որ կարծես թե շատ լուրջ խնդիրներ չկան, համենայն դեպս դժգոհություններ չկան եւ թեև մենք ունենք այսպես գուցե նաեւ կարծրատիպեր, որ 65+ տարիքի քաղաքացիներ ավելի դժվար կարող են այդ ուրեմն բաներից օգտվել էլեկտրոնային ծառայություններից, այնուամենայնիվ այդ խնդիրը եւս կարծես թե հաղթահարվել է եւ հետաքրքիրն այն է, որ քաղաքացիները սկսում են օգտագործել այն մեխանիզմները, որոնք կարծես թե մենք ունեինք դեռևս մինչ համակարգի ներդրումը, այսինքն առաջնային բուժօգնության օղակը, հիվանդանոցային ծառայությունները եւ այլն, բայց այնուամենայնիվ շատ քաղաքացի նոր սկսում են կապ հաստատել իրենց օրինակ պոլիկլինիկայի հետ, ճանաչել իրենց ընտանեկան բժիշկին, թերապևտին եւ այլն։ Այս իմաստով դեռևս կարծում եմ, որ ճանաչողական եւ իրազեկման փուլն է։ Ինչ վերաբերում է մյուս քաղաքացիներին, որոնց թիվը էլի շատ փոքր չէ, օրինակ 200,000 եւ ավելի ստացող աշխատավարձ ստացող քաղաքացիները, այստեղ նշեց նախարարը, որ իրենց թիվը, այսինքն 18%-ն է համակարգում ընդգրկվածների, իրենք եւս ունեն իրազեկման խնդիրներ, այսինքն հասկանալու, թե օրինակ ինչպես պիտի այդ վճարումները անեն, ով պիտի այդ վճարումը անի, եթե մի քանի տեղ են աշխատում եւ օրինակ հավելյալ գումարներ է գանձվել, ինչպես պետք է դիմումը լրացնեն, որ հետ գանձում արվի եւ այլն։ Այսինքն հիմնականում այս պահին մենք ունենք խնդիր քաղաքացիներին մանրամասն իրազեկելու ծրագրերի տեղեկատվական համակարգի եւ այդ ճանապարհների մասին, թե որտեղից պետք է սկսել եւ ինչպես հասնել այն ծառայություններին, որոնք իրենց համար նախատեսված են։ Տիկին Բաթոյան, մինչ իշխանությունը ներկայացնում է այս հաջողությունները թվերի տեսքով եւ այլն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր նախորդին ուրեմն ծավալուն 3 ժամանոց ասուլիս հրավիրել եւ ասուլիսի ընթացքում ըստ էության ազդարարում էր ճգնաժամային վիճակ երկրում, ճգնաժամային վիճակ, որ կարող է դուրս բերվել կամ այս ճգնաժամային իրավիճակը կարելի է հաղթահարել բացառապես նրա միջոցով, հա, իր խոսքերը, եթե ոչ ես ապա ով, եւ միայն ես կարող եմ այս իրավիճակին լուծում տալ, ճգնաժամային վիճակը երկրում հաղթահարել։ Նախ ինչպես եք գնահատում նրա առհասարակ այս ասուլիսի ուրեմն բովանդակությունը, ուղղված էր ձեր գնահատմամբ հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին, օրինակ տեսակետ կար, որ ավելի շատ ուղղված էր Ռուսաստանի Դաշնությանը, ավելի շատ ուղղված էր ուրեմն Հայաստանի իշխանություններին եւս մեկ անգամ քննադատելու։ Ինչ տպավորություն դուք ստացաք եւ մի կողմից իշխանությունը այս թվերն է ներկայացնում, մյուս կողմից նախկին երկրորդ նախագահը ազդարարում է խորը ճգնաժամային իրավիճակի մասին։ Ես ճիշտ ասած իհարկե ասուլիս ամբողջությամբ չեմ նայել, պարզապես հատվածներ եմ դիտել եւ շատ որպես այդպեսին դրան չել ուզի անդրադառնալ, բայց մի բան կասեմ, որ քանի որ ընդհանրապես մարդիկ շատ հեշտ են սովորում ընդհանրապես այդպեսին է, հա, իրավիճակը, մարդը հեշտ է սովորում դրական բաներին, հա, դառնում է սովորական։ Օրինակ ժողովրդավարությունը,
օրինակ ազատ խոսքը, չգիտեմ, երջանկության զգացումը, խաղաղությունը եւ այլն, այս ամենը բաներ են, որոնց մարդիկ շատ հեշտ են սովորում եւ դա դառնում է սովորական, այսինքն մենք դա մեզ համար դառնում է առօրեական եւ դառնում է բնական։ Եվ այդ իմաստով մենք շատ հաճախ կարող ենք որոշ բաներ մոռանալ, այս իմաստով ես ընդհանրապես մի բան կասեմ, որ շատ լավ է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսում է։ Ես կարծում լավ է, որ ինքը ասուլիսներ է տալիս, թող խոսի, որովհետև այդ ասածս, որ մարդիկ շատ հաճախ կարող են պարզապես այն արդյունքները, այն առաջընթացը, որը մենք ունենք մեր երկրում, Հայաստանի Հանրապետությունում, դառնում է մեզ համար սովորական։ Մյուս կողմից իհարկե դա նորմալ է, բայց մյուս կողմից էլ կարծում եմ, որ պիտի նաև Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ հիշեցնի իր մասին, որպեսզի մենք նաև քոչարյանական կլանի ժամանակաշրջանի մասին մեր հիշողությունները եւ այդ զգոնությունը, որը մեզ անհրաժեշտ է մեր պետության զարգացման համար, դա չկորցնենք։ Դրանով ձեր գնահատմամբ ուրեմն բացառվում է նրա, այսպես ասած, իշխանության գալու հնարավորությունը։ Նա օրինակ Տիկին Բաթոյան մասնավորապես առաջարկում էր 3 առավելագույնը 4 խմբերի ձևավորում, երկրորդ փուլ չէր բացառում կամ չէր ուզում, չէր նախընտրում, բայց այ ընդդիմադիր հատվածում 3-4 խմբերի հնարավոր միավորում էր տեսնում, անգամ այդ միավորման դեպքում կարծում եք այս ընդդիմադիր հատվածը որևէ հնարավորություն չունի, թե հնարավոր է օրինակ կրկնվի Գյումրիի սցենարը։ Ես կարծում եմ, որ ամենակարևոր փոփոխություններից մեկը, որ մենք բերել ենք այս երկրում, ազատ ընտրությունների հնարավորությունն է, որը ոչ մի կերպ չի կարող առնչվել հենց Քոչարյանի եւ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանի հետ։ Եվ այդ հնարավորությունը մեր քաղաքացիներին տվել է եւ շարունակելու է տալ սեփական ձայնով ընտրության հնարավորություն, սեփական որոշումը, սեփական ձեռքով կայացնելու հնարավորություն եւ որոշում, թե քանի խմբեր կարող են լինել, ինչ խմբեր կարող են ձևավորվել, այդ խմբերը կարող են արդյոք միավորվել, թե ոչ, եւ ի վերջո ով կլինի Հայաստանի Հանրապետությունում կառավարություն եւ ինչպես մեր ժողովուրդը կձևավորի իշխանություն։ Ես կարծում եմ, որ սրանով ամեն ինչ ասված է, իսկ հնարավորությունների մասին, թե ով ինչ հնարավորություններ կունենա ընդդիմության, այսպես ասած, դաշտում, ես կարծում եմ ցույց կտա իհարկե առաջիկա ընտրությունները, բայց այն, որ մեր ուժը հավակնում է եւ իր կատարած աշխատանքով եւ իր բերած փոփոխություններով պետք է գնա ընտրությունների վստահ եւ ակնկալի նաեւ ընտրողի քվեն, դա միանշանակ է եւ ես վստահ եմ, որ թե արդեն եւ կդառնա իշխանություն եւ հետո արդեն թե ովքեր ինչպես կձևավորվեն եւ ընդդիմադիր դաշտում ով ինչ տեղ կցանկանա զբաղեցնել եւ ինչ հնարավորություններ կունենա, դա իհարկե կարող է որոշել միայն Հայաստանի Հանրապետության ընտրող քաղաքացին։ Տիկին Բաթոյան, գիտեք, որ վերջին շրջանում ամենաշատը թերևս քննարկվեց ու քննադատվեց այդ պարգևավճարների թեման, քանի որ անընդհատ նշվում է սոցիալական բաղադրիչը, գիտեք, անընդհատ հարց է ուղղվում, թե որքանով է ճիշտ, որքանով է արդար սոցիալական այսպիսի պայմաններ ունեցող երկրում պարգևավճարների այսպիսի ուրեմն ուռճացված գումար, դուք ընդհանուր առմամբ սա ինչպես է գնահատում։ Մի կողմից քաղաքացիների համար օրինակ առողջապահության այսպիսի պարտադիր համակարգ է ներդրվում, ուրեմն թոթափելու այդ բեռը, ավելի առողջ լինելու եւ այլն հնարավորություն տալիս ուրեմն անվճար օգտվելու այդ ամեն ինչից։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք այսպիսի ցուցանիշներ, որոնք հասարակության շատ հատվածների մոտ այսպես լուրջ մտահոգություն են առաջացնում։ Այ որտեղ պետք է գտնել այդ այսպես ասած ոսկե միջինը, օրինակ նույն Նարեկ Կարապետյանը ասում էր, որ իրենց վարչապետի տեխնացուն 1 դրամով է աշխատելու, այսինքն եթե վարչապետ դառնա 1 դրամով է աշխատելու։ Սա էլ մի ուրիշ ծայրահեղություն չէ։
Ես կարծում եմ, որ ժողովրդին պետք է մտահոգի այն հանգամանքը, որ իր ընտրած կամ ենթադրյալ կամ տեխնացուը, որ պիտի լինի ընտրության համար, իր ընտրած կառավարությունը, ղեկա, որին ինքը ընտրել է, որպեսզի իր համար աշխատի եւ որը պետք է իր համար ծառայի, պիտի դա անի լավության կարգով։ Պատկերացնում եք, թե մենք ինչ որակի մասին ենք խոսում։ Մենք Հայաստանի Հանրապետությունում որպես ծառայողներ ենք, հանդիսանում։ Մենք ծառայում ենք ժողովրդին եւ մենք այդ մանդատը ստացել ենք քաղաքացու բոլոր կարիքները հոգալու համար։ Առողջապահական ծառայություններ, սոցիալական, կրթական, գիտական, անվտանգային եւ այլն։ Այդ բոլոր աշխատանքները իրականացնելու համար մեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վճարի, որպեսզի ստանա արդյունք։ Դա բոլոր ոլորտներին է վերաբերում, Այսինքն, եթե դու գնում ես որևէ ծառայություն ստանալու, հիմա ուղղակի հեռանանք այսպես կառավարությունից։ Եթե դու գնում ես ծառայություն ստանալու եւ տեսնում ես, որ կա միտեղ մի անվճար բան, բնականաբար դու եթե ունես հնարավորություն վճարելու, առաջին հերթին պիտի վճարես, որովհետև վստահ ես, որ դու դրա դիմաց կստանաս համապատասխան ծառայություններ։ Հետևաբար այն հեքիաթները, թե մենք անվճար կարող ենք ծառայություններ մատուցել, ծառայել, բնականաբար դրանք շատ, այսպես ասեմ, մեղմ ասած վստահություն չեն ներշնչում։ Կարծում եմ, որ Նարեկ Կարապետյանը շփոթում է այս բարեգործությունը, որովհետև բարեգործությունը իր տեղում է լավ, եւ բարեգործությունը չպետք է օգտագործել հատկապես քաղաքացիներին կախվածության մեջ պահելու համար։ Ինչ վերաբերում է պարգևավճարներին, մենք բազմիցս նշել ենք, որ պարգևավճարները այս պահին աշխատավարձի ավելացման ձև ենք դիտարկում, ինքը փաստացի համար պարգևավճար է, բայց աշխատավարձին հավասարեցված վճար է համարվում։ Եվ քանի որ մենք հանրային կառավարման բարեփոխման այս համակարգը դեռևս ամբողջությամբ չենք վերանայել, ավելի արդյունավետ մեխանիզմներ չենք ստեղծել պետական համակարգին պատշաճ կերպով վճարելու իր աշխատանքին համապատասխան իր տված արդյունքին, մենք օգտագործում ենք պարգևավճարների այս ինստիտուտը։ Բայց մենք այդ պարգևավճարները տրամադրում ենք ամբողջ պետական համակարգին, այն պետական համակարգին, որը այսօր աշխատում է, որպեսզի կառավարությունը իրագործի իր բոլոր սոցիալական, կրթական, առողջապահական, անվտանգային եւ մյուս ծրագրերը։ Այսինքն այս պարգևավճարները ձև են մեզ համար աշխատող մարդկանց վճարելու իրենց աշխատանքի դիմաց։ Ես հասկանում եմ, որ շատ ավելի իհարկե գայթակղիչ, այսպես պաթետիկ եւ ավելի ԶԼՄ-ների համար նաեւ բան է հնչում, գրավիչ է հնչում, որ մենք նշում ենք միայն падգամավորների, միայն նախարարների պարգևավճարների մասին, բայց այդպես չի։ Մենք խոսում ենք ամբողջ պետական համակարգի ուղղված պարգևավճարների մասին, որը նորից եմ կրկնում, աշխատավարձի, այսպես բարձրացման այս պահին ունեցած ձևն է, որը մենք հետագայում պիտի վերանայենք եւ որը այլ կերպ պետք է լինի, բայց այս պահին աշխատանքի դիմաց ցույց տված արդյունքի միջոց է, որը մենք կարծում ենք, որ պետք է լինի եւ ի վերջո պետական համակարգում աշխատող մարդիկ Եվս մեր հայրենակիցներն են, մեր քաղաքացիներն են, մեր ընտանիքի անդամներն են, այսինքն մարդիկ են, ովքեր ապրում են այս հանրապետությունում եւ ունեն նույն կարիքները, նույն խնդիրները, ինչ բոլոր մյուս մարդիկ, որոնք աշխատում են մասնավոր ոլորտում եւ երբեմն ու շատ հաճախ ավելի բարձր աշխատավարձ են ստանում։ Տիկին Փաթոյան, ձեր գնահատմամբ այսպիսի հայտարարություններով հասարակությանը որքանով կարող են այսպես նույն կամ այսպես բարեգործության միտված, հայտարարություններով որքանով կարող են հասարակությանը գայթակղել նույն այս ուժերը եւ այս առումով իշխանությունը ինչ անելիք ունի, հաշվի առնելով, որ գուցե սոցիալական այս տարբեր ուրեմն ծրագրերը տվել են իրենց արդյունքը, բայց կան տասնյակ խնդիրներ, որոնք այդպես էլ լուծում չեն ստացել, թեև դրանց մասին 18-ից ի վեր ուրեմն խոստումներ են հնչել, չթվարկեմ դուք ինքներդ էլ լավ գիտեք դատական, իրավական համակարգում առկա լրջագույն խնդիրների մասին, ուրեմն եւ կա որոշակի նաեւ հասարակության մոտ անվստահություն, գուցե հիասթափություն, այս իրավիճակում իշխանության շանսերը դուք ինչպես եք գնահատում 26-ի ընտրություններին, երբ օրինակ չի բացառվում այս ընդդիմադիր տարբեր խմբերի, այսպես ասած, միավորում։
Տեսեք, սոցիալական խնդիրների հետ կապված ինչն է կարևոր։ Ես կարծում եմ, որ նախ պաշտոնյայի անելիքն է անել ամեն բան, որ մեր երկրում բարեգործության կարիք չլինի։ Հիմա դուք ասեք, գուցե չկա այդպիսի երկիր, որտեղ դրա կարիքը չկա, իհարկե չկան այդպիսի երկրներ, եւ բարեգործությունը ինքնին վերցը շատ լավ կարևոր բան է, բայց մենք պիտի հասկանանք, թե դա ինչպես է իրականացվում։ Այդ բարեգործությունը պետք է իրականացվի, պետք է ուղղվի ինստիտուտներին, պետք է ուղղվի կազմակերպություններին, պետք է ուղղվի մարդկանց կարողությունների զարգացմանը եւ ոչ թե մարդկանց կախվածության ավելացմանը եւ այլն, հա, այսինքն Ես կարծում եմ, որ այսօր մենք ունենք մի հասարակություն, որը հստակ տարբերակում է որն է զարգացման ուղղված ծրագիրը, այդ թվում կարողությունների զարգացմանը, ոլորտների զարգացմանը եւ որն է ծրագիր, որը ուղղված է գովազդին, որը ուղղված է կախվածության ավելացմանը եւ որը ուղղված է ավելի շատ բարեգործի ուրեմն տեսանելիության բարձրացմանը, քան խնդրի լուծմանը։ Այս իմաստով ես կարծում եմ պետք չի թերագնահատել մեր հասարակությանը։ Եվ իհարկե գիտեմ, որ շատ մարդիկ իսկապես ունեն նաև այդ կարճաժամկետ աջակցության կարիքը։ Նաև այս իմաստով մենք գիտենք, որ որոշակի քայլեր են արդեն ձեռնարկել այդ թվում նպաստի համակարգը վերանայելու այս առողջապահության համընդհանուր ապահովագրությունը եւս առաջին հերթին գալիս է սոցիալական խնդիրները լուծելու, որովհետեւ սա միայն առողջապահական խնդիր չի։ Սա սոցիալական ոլորտի շատ լուրջ բեռ է թոթափում ընտանիքներից, հա։ Մենք գիտենք, որ այո 18-ից հետո մարդիկ ունեն շատ մեծ ակնկալիքներ ու դա բնական է, որովհետև կա այդ ալիքը եւ միանգամից բոլոր ոլորտներում փոփոխություններ բերելու ցանկությունը։ Բայց մենք պետք է նաեւ իրատես լինենք, հասկանալու, որ այդ փոփոխությունները միանգամից չեն կարող լինել, որովհետև մենք ընթացքում էլ չասեմ ինչ դժվարություններ ենք ունեցել, անցել ենք պատերազմի միջով, կոവിഡ്ի միջով, բայց բացի այդ մենք նաեւ որպես քաղաքական թիմ եւ կառավարություն ընթացքում նաև որոշակի վերանայումներ ենք ունեցել քաղաքականության իմաստով, հա, համակարգային փոփոխությունների եւ այս իմաստով, այո, մենք դեռևս ունենք խնդիրներ, բայց այդ խնդիրների լուծման համար մենք պիտի առաջին հերթին իրատես լինենք, գնահատենք ինքներս մեր արածը, մեր արդյունքները, որովհետեւ արդյունքների վրա հիմնվելով միայն կարելի է առաջ գնալ։ Գնահատել մեր արդյունքները եւ հետագայում նոր քայլեր ձեռնարկել։ Այս իմաստով առաջին հերթին բնականաբար կարևոր է եւ հիմնակար է խաղաղության ամրապնդումը։ Խաղաղություն ունենք, բայց դրա ուղղությամբ, դրա ամրապնդման, դրա զարգացման ուղղությամբ մենք պիտի աշխատենք։ Ես իհարկե վստահ եմ, որ մեր շանսերը մեծ են, բայց ես ուզում եմ նկատի ունենալ մեր հասարակությունը, որ ամեն ինչ ինքն իրեն չի լինում։ Այսինքն մենք չենք կարող այս ամենը թողնել ինքնահոսի եւ հենց սա է պատճառը, որ մեր ունեցած արդյունքի առաջին հերթին խաղաղության եւ դրա միջոցով նաեւ հետագա զարգացումների համար մենք պիտի քաղաքական դաշտում եւ բոլոր մյուս ոլորտներում կռիվ տանք պաշտպանելու մեր ունեցած արդյունքները, որովհետև դրանք թեև էական են ու մեծ, բայց դրանք դեռևս փխրուն են եւ պաշտպանության կարիք ունեն եւ հենց դրա համար է, որ մենք 2026 թվականին խնդրելու ենք մեր ընտրողների քվեն։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ։ Կհանդիպենք։